Կյանքը ցույց կտա, թե ով ինչ է արել Արցախի համար եւ ով է իրականում ծախում այն։ Մահ կամ ազատություն։ Սովորաբար այն ժողովուրդները, որոնք գնում են այդ լոզունգով, ստանում են միայն մահ։ Ազատությունը բաժին է հասնում սովորաբար կարգախոսի հեղինակներին։ Կասկածի որդը մեզ ներսից ուտելու է, մեզ ջհանդամը պետությունն է ուտելու։ Ուղի, այսպես հիմա մենք չունենք, բայց ուչաստկովին այս գործը ի վիճակի է վճռականության դեպքում, ցանկության դեպքում բացել։ Վահրամ Խորխորոնի եւ Արծրուն Մարգարյան այս երկու անուններն 90-ականների վերջին Հայաստանում ծանոթ էին գրեթե բոլորին։ Այսօր սակայն այս երկու բարձրաստիճան զինվորականների սպանություններից ավելի քան 20 տարի անց Խորխորոնուն եւ Մարգարյանին ավելի ու ավելի հազվադեպ են հիշում։ Մոռացվել են նաեւ նրանց մահվան հանգամանքներն ու դրանց նախաքննությանն ուղեկցած բազմաթիվ տարօրինակություններն ու հակասությունները։ Հանրային հիշողության մեջ անկախ Հայաստանի բանակի կայացման մեծ ավանդ ունեցած այս երկու մարդկանց բռնի մահը կարծես գումարվել է այդ շրջանում կատարված մյուս աղմկոտ, բայց այդպես էլ չբացահայտված սպանությունների շարքին։ Երևանի Սայաթնովա եւ Չարենց փողոցների անկյունային հատվածի շենքի մուտքերից մեկի աստիճաններին այսօր սպիտակ մեխակներ էին դրված։ Նույն տեղում կեսգիշերից քիչ անց սպանվել է Հայաստանի պաշտպանության փոխնախարար Վահրամ Խորխորոնին։ Հանցագործները փախուստի են դիմել։ Վահրամ Խորխորոնին սպանվեց 1998 թվականի դեկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը։ Հասկանալու համար, թե Երրորդ հանրապետության գոյության առաջին տարիներին Հայաստանի ուժային համակարգում ինչ ազդեցություն ուներ Վահրամ Խորխորոնին, նախ հարկավոր է թվարկել նրա զբաղեցրած պաշտոններից միայն մի քանիսը։ Խորխորոնին պրոֆեսիոնալ ոստիկան էր 90-ականների սկզբին եղել էր ներքին գործերի նախարարության 6-րդ վարչության պետը համակարգելով կազմակերպված հանցավորության դեմ պայքարը։ Պատերազմի ամենածանր շրջանում Խորխորոնին արդեն Ստեփանակերտում էր Լեռնային Ղարաբաղի Պարետի պաշտոնում զբաղվելով թիկունքում կարգ ու կանոն հաստատելով։ Հայաստան վերադառնալուց հետո նա արդեն պաշտպանության նախարարությունում էր նախ ռազմական ոստիկանության պետներ, իսկ 97-ին Վազգեն Սարգսյանը նրան վստահեց իր ղեկավարած կառույցի ամենաառանցքային ոլորտներից մեկի կառավարումը, նշանակելով սպառազինության գծով փոխնախարարի պաշտոնում։ Ու չնայած նման բարձր դիրքին, սպանության պահին Խորխորոնին միայնակ էր առանց թիկնապահների։ Սայաթնովա 39 հասցեում գտնվող շենքի շքամուտքում բարձրաստիճան սպայիդին հարևանները գրեթե պատահաբար էին հայտնաբերել։ Ուժեղ ձայն լսեցի։ Ես ասի լակոտներ էլի խաղեն անում։ Հետո տեսա, որ երկու կրակոց նենց, ու հետո как взрыв какой-то еще я почувствовала. Ասի այ մարդ, այս գոնե Խորխորոնի տունը լինի կարգի բերես լակոտներին։ Ես էդ էի մտածում, ակայսը եւ ովին։ Բոլոր տները պահին տղամարդիկ ֆուտբոլ էին նայում եւ բոլորի հերթացրիցը միացած էր, դրա համար երևի չեն լսել։ Իսկ երևի դուրսից լով են խփել։ Հանցագործությունից մի քանի ժամ անց արդեն հստակ էր կատարվածը դասական պատվիրված սպանություն է։ 7 գրակոծներն արձակվել էին Խորխորոնու գլխին, նրան ողջ մնալու որևէ շանս չթողնելով։ Հարևաններից մի քանիսը թերթերին պատմել էին, որ հանցագործության վայրում շենքի շքամուտքում լուսավորությունը սպանությունից մի քանի օր առաջ ընդհանրապես անջատված էր եղել։ Այս ամենի ֆոնին բնական էր, որ դեկտեմբերի լույս 10-ի գիշերը սպանության վայրում արագորեն հավաքվեցին հայաստանցի գրեթե բոլոր ազդեցիկ ուժայինները։ Առաջին հայացքից կարող էր թվալ, որ նման ուշադրությունը հաստատ նպաստելու է Խորխորոնու սպանության շուտափույթ բացահայտմանը, դա սակայն միայն առաջին հայացքից։ Քննության մեջ ընդգրկված են իրավապահ բոլոր մարմինների ծառայությունների աշխատակիցները։ Առայժմ դա կարծես թե բացասական մի հետևանք է թողել։ Սպանության գիշերը Վահրամ Խորխորոնու շենքի բակում այնքան մարդ է հավաքվել, որ մի մասնագետի ասելով, եթե հետքեր լինեին, դրանք արդեն հնարավոր չէր գտնել։
Հանցագործությանը հաջորդող օրերին դատախազությունը խորխորոնու սպանության վարկածներից եւ ոչ մեկը առաջնային չհամարեց։ Իշխանության նախագահական թևին մոտ կանգնած աղբյուրները սպանությունից մի քանի ժամ անց արդեն փորձեցին մամուլում շրջանառության մեջ դնել հանցագործության տնտեսական դրդապատճառների վարկածը, ակնարկելով, թե պաշտպանության փոխնախարարը զբաղված էր ոչ միայն երկիր սպառազինություն, այլև օղի եւ ծխախոտ ներկրելով։ Այս մի վարկածը, սակայն, արագորեն հերքեցին թե պաշտպանության նախարարության բարձրաստիճան սպաները եւ թե խորխորոնու հարազատները։ Նման արագ արձագանքներ երևի պատճառը, որ ծխախոտախմիչքային վարկածը այդպես էլ լայն տարածում չգտավ։ Դեկտեմբերի կեսին Երևանում գրեթե բոլորը վստահ էին, խորխորոնու սպանության դրդապատճառները քաղաքական են։ Պաշտպանության նախարարը վերջերս քաղաքական շարժում ղեկավարելու հայտ է ներկայացրել։ Նրա դիրքորոշումից եւ գործողություններից շատ բանով, եթե ոչ ամբողջապես, կախված են 1999 թվականի խորհրդանական ընտրությունների արդյունքները։ Մարտակիցներն ու հավակնորդները այս ձևով զգուշացնում են նախարարի, նշում է Առավոտը։ Խորխորոնու սպանությունը կարող էր միտված լինել ոչ այնքան նրա անձի ֆիզիկական վերացմանը, որքան ինչ-որ մեկին ինչ-որ բան ցույց տալուն, կարծում է Օրագիր թերթի մեկնաբանը, շեշտելով նաև, թե Հայաստանը աղմկոտ սպանությունների շրջան է ապրում եւ այս սպանությունն էլ նոր լարվածություն կհաղորդի ներքաղաքական կյանքին։ ՀՇ ղեկավար Վանո Սիրադեղյանի ձևակերպմամբ քաղաքական սպանություններ մեր նման ողորմելի փոքր երկրներում չեն լինում, բայց լինում են սպանություններ, որոնք ունենում են քաղաքական հետևանքներ, սա էլ կունենա։ Քաղաքական հետևանք ասելով Սիրադեղյանն ըստ երևույթին նկատի ուներ 99-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ իշխանության երկու թևերի՝ մի կողմից Վազգեն Սարգսյանի ղեկավարած բանակային հրամանատարության ու երկրապահների, մյուս կողմից Ռոբերտ Քոչարյանի շուրջ հավաքված պաշտոնյաների եւ ուժերի միջև հակասությունների հետագա խորացումը։ Եթե 98-ի փետրվարին Լևոն Տեր-Պետրոսյանին հրաժարական պարտադրելու ժամանակ Ռոբերտ Քոչարյան, Վազգեն Սարգսյան, Սերժ Սարգսյան երյակը միասնաբար էր գործում, ապա դեկտեմբերին այդ միասնությունից գրեթե ոչինչ չէր մնացել։ Ռոբերտ Քոչարյանի թիմի գլխավոր նպատակն այդ շրջանում երկրում իշխանության լիարժեք տնօրինմանը հասնելն էր։ Վազգեն Սարգսյանը հակառակը ցանկանում էր ընդլայնել իր ազդեցությունը խորհրդարանական ընտրություններից մոտ կես տարի առաջ, գրեթե չթաքցնելով իր վարչապետական հավակնությունները։ Այս ամենի հետևանքով մերձիշխանական շրջանակներում նյարդային մի մթնոլորտ էր ձևավորվել, որը խտացել էր հատկապես պաշտպանության նախարարության շուրջ։ 98-ի ձմռանն այստեղ անվերջ խոսակցություններ էին մոտալուտ կադրային փոխատեղումների մասին, թարմ էին նաև նախարարության ֆինանսական վարչության պետի աղմկալի ինքնասպանության մասին հիշողությունները։ Խորխորոնու սպանությունը եկավ ամբողջացնելու ռազմական գերատեսչությունում ձևավորված առանց այն էլ մռայլ պատկերը։ Հայք շաբաթաթերթի փոխանցմամբ մի բարձրաստիճան սպան ասել է. պաշտպանության վրա չոր է իջել։ Հայքը սրան ավելացնում է. եթե նույնիսկ պաշտպանության փոխնախարարն է անպաշտպան, ուրեմն չոր է իջել ոչ միայն պաշտպանության նախարարության, այլև ժողովրդի վրա։ Այդ օրերին Վազգեն Սարգսյանի շրջապատի համար ակնհայտ էր, եթե իրենց չի հաջողվել կանխել խորխորոնու սպանությունն, ապա գոնե հարկավոր է հասնել դրա շուտապույտ բացահայտմանը։ Առաջին հայացքից ամենազոր թվացող բանակային հրամանատարության համար, սակայն դա այնքան էլ հեշտ խնդիր չէր։ Վազգեն Սարգսյանն ու նրա թիմը նախաքննության ընթացքի վրա ազդելու որևէ իրական լծակ չունեին։ Օպերատիվ բոլոր միջոցառումները Սերժ Սարգսյանի ղեկավարած ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարարության ձեռքում էին, բուն նախաքննությունը գլխավոր դատախազության։ Նման իրավիճակում ռազմական գերատեսչությանը մնում էր միայն ոչ այնքան ավանդական եւ փոքրինչ անսպասելի քայլերի դիմել խորխորոնու սպանության դեպի փակուղի գնացող նախաքննությունը փրկելու համար։ Վահրամ խորխորոնու սպանությունը բացահայտելու համար պաշտպանության նախարարությունը $100,000 պարգև է խոստանում։ Պարգևավճարը խոստանում են այն քաղաքացիներին եւ քննչական օպերատիվ խմբի անդամներին, ովքեր իրենց հայտնած տեղեկություններով եւ գործունեությամբ կնպաստեն կատարված հանցագործության բացահայտմանը։ Թե դա ինչ գումար է, որ միջոցներից է հատկացվում, չհաջողվեց պարզել։ Պաշտպանության նախարարի օգնականը դրա մասին տեղյակ չէր
դատախազությունում էլ պարզ է, որ պաշտպանության նախարարության փողերը չեն հաշվում։ Ոչ միայն դատախազներն, այլև որևէ այլ անձ պաշտպանության նախարարության փողերն այդպես էլ չհաշվեց։ Փոխնախարարի սպանության նախաքննությունն անհույս փակուղում էր։ Անգամ իշխանամետ թերթերի լրագրողներն այդ օրերին վստահ էին, Խորխորոնու սպանությունը չի բացահայտվելու նոր հանցագործությունների համար պարար թող ստեղծելով։ Մենք արդեն վարժվել ենք, որ նման աղմկալի սպանությունները չեն բացահայտվում, գրում է Գոլս Արմենի թերթի քաղաքական բաժինը։ Դատախազությունը իրեն պատնեշում է, այսպես ասած, քննության գաղտնիքով եւ օպերատիվ հետաքննական միջոցառումներով, որոնք քիչ-քիչ օպերատիվից վերածվում են ձգձգվողի, մինչև մի նոր սպանություն հասարակության ուշադրությունը շեղում է։ Հաջորդ սպանությունը շատ ճուշացավ Վահրամ Խորխորոնու սպանությունից ուղիղ 2 ամիս անց 1999 թվականի փետրվարի 9-ին հայտնի դարձավ Վազգեն Սարգսյանի ևս մեկ մերձավոր զինակցի մահվան մասին։ Այսօր ցերեկը Երևանից նոր հաճ ընտանող ճանապարհի մոտակայքում հայտնաբերվել է ներքին գործերի եւ ազգային անվտանգության փոխնախարար ներքին զորքերի հրամանատար Արծրուն Մարգարյանի դիակը։ Հայաստանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել կատարվածի կապակցությամբ։ Armenpress գործակալության տարածած հաղորդագրության մեջ միանշանակ ասվում է, որ Արծրուն Մարգարյանն այսօր սպանվել է։ 6 երեխաների հայր Արծրուն Մարգարյանը մահվան պահին ընդամենը 40 տարեկան էր։ Նա հայտնի էր որպես Ղարաբաղյան պատերազմի ամենաակտիվ մասնակիցներից մեկը։ Մարգարյանը 90-ականների սկզբին կռվել էր Շուռնուխի եւ Կորնիձորի մատույցներում, մասնակցել Լաչինի եւ Քելբաջարի գործողություններին, Մեղրիի շրջանի պաշտպանությանը։ Մարգարյանը գեներալ-մայորի զինվորական կոչում ուներ։ Գեներալի ուսադիրները ստացել էր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանից, եւ հենց Տեր-Պետրոսյանի հրաժարականին նախորդած ներքին խմորումների ժամանակ էր, որ Արծրուն Մարգարյանն առաջին անգամ մահափորձի թիրախ դարձավ։ 1998 թվականի հունվարի 21-ին անհայտ անձիկ կրակել էին Մարգարյանի ոտքերին։ Այդ օրերին սրընթաց արագությամբ ծավալվող ներքաղաքական ճգնաժամի ֆոնին որևէ մեկն այդպես էլ չհասկացավ, թե որն էր Արծրուն Մարգարյանի դեմ մահափորձի նպատակը։ Ամենատարածված կարծիքն այն էր, որ ազդեցիկ զինվորականի վրա կրակելով ինչ որ ուժեր փորձում էին էլ ավելի ապակայունացնել երկրում տիրող առանց այդ էլ բարդ իրավիճակը։ Թե ինչ ուժեր էին դրանք Երևանում այդ օրերին տարբեր կարծիքներ էին հնչում։ Ոմանք խոսում էին Ղարաբաղից եկած ինչ-որ զինված խմբերի մասին, ոմանք էլ մատնացույց էին անում առաջին նախագահի կողմնակիցներին։ Ինքը Արծրուն Մարգարյանը վիրահատությունից անմիջապես հետո հիվանդասենյակում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ կոչ էր անում իր դեմ մահափորձի առթիվ անհարկի վարկածներ առաջ չքաշել։ Ես չեմ ուզում ու թույլ չեմ տալի ոչ մեկի, ոչ մի քաղաքական կուսակցության, ոչ մի քաղաքական ուղղության քաղաքական շարժումների առիթ սարքել եւ կատեգորիկ դեմ եմ ես քննությունա գնում, քննությունը կպարզի, թե ինչ է կատարվել, ինչա տեղի ունեցել։ Հետաքննությունը սակայն ոչինչ էլ չպարզեց։ Մի քանի ամիս անց գործը կարճվեց, իսկ Արծրուն Մարգարյանը, եթե հավատանք մամուլի հրապարակումներին, իր անհատական հետաքննությունը սկսեց, որը նրան ի վերջո հասցրեց Ստեփանակերտ։ Հետագայում անդրադառնալով Ղարաբաղ կատարած նրա այդ այցին առավոտ օրաթերթը կգրի. 1998-ի ամռանը Արծրուն Մարգարյանը հանդիպեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի հետ իր դեմ մահափորձին նրա մասնակցության չափը պարզելու համար։ Ընկերներին պատմել էր, որ Սամվել Բաբայանն այսպես էր արդարացել. «Ես որ անեի, կխփեի», մեջբերման վերջը։ Ծանոթների եւ բարեկամների պնդմամբ 1998-ի վերջին Արծրուն Մարգարյանն անհանգիստ էր եւ ինչ որ բան կանխազգում էր։ Լրագրող Ալվարդ Բարխուդարյանի խոսքով մահվանից մոտ 1.5 ամիս առաջ Մարգարյանն իրեն բառացիորեն ասել էր. «Ամեն անգամ հո ոտքերից չեն կրակի»։ Պարզվում է, որ մեր թույլությունը միշտ դարերով վեճել է ոչ դերսի դաշնամու ուժերից, այլ ներսի տականքից, կեղտից։ Դրանք այնքան լիքը ճշմարտություններ կան։ Բոլոր ճշմարտությունները ասված են, կյանքում էլ հազա ավելացնելու բան չկա։ Պետք է աշխատավորի պես թևերը քշտել, ով որ
սովորել, ցանել, աշխատել, ինքը սրբել ու տեսնել քո աշխատանքի արդյունքը։ Խոսանք ոչ մի կարիք չկա։ Նոր Հաչնի մերձակայքում կատարված ողբերգությունը եկավ վկայելու Մարգարյանը չէր սխալվում։ Գնդակը թոշին է կպել, կրծքավանդակի նախապած, ուսը կողին։ Արծրուն Մարգարյանի մարմինը հայտնաբերվեց 1999 թվականի փետրվարի 9-ի կեսօրին։ Նախաքննության մեկնարկից ընդամենը մի քանի ժամ անց նույն օրը երեկոյան Ռոբերտ Քոչարյանն արդեն թափանցիկ ակնարկներ էր հնչեցնում Մարգարյանի սպանությունը, ուր որ է բացահայտվելու է։ Արդյոք սա նախորդ սպանությունների շարքից է։ Երեկ Իրանի դեսպանատանը կազմակերպված ընդունելության ժամանակ առավոտի թղթակից այս հարցով դիմել է նախագահ Քոչարյանին։ Կարծում եք, որ նախագահը պետք է դրա մասին ասի, արձագանքել է Ռոբերտ Քոչարյանը։ Դատախազին հարցրեք, բավական պարզ է ամեն ինչ։ Մինչդեռ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը քիչ անց նույն թղթակցին ասել է. առայժմ ոչինչ պարզ չէ։ Քոչարյանի եւ նրա ամենահավատարիմ ենթականերից մեկի Աղվան Հովսեփյանի պնդումներում առկա այս հակասությունները նախաքննության մարմնին բավական ծանր դրության մեջ դրեցին։ Կամ դատախազությունը պետք է հակադարձեր Ռոբերտ Քոչարյանին ասելով, որ նա փաստորեն սխալվում է եւ ամեն ինչ այս գործում այնքան էլ պարզ չէ, կամ էլ հարկավոր էր արհեստականորեն պարզեցնել Մարգարյանի սպանության հանգամանքները նախագահի դժգոհությունից խուսափելու համար։ Դատախազությունը բնականաբար ընտրեց երկրորդ տարբերակը սպանությունից մոտ 30 ժամ անց նախաքննական մարմինը մի այնպիսի հակասական ու անտրամաբանական վարկած առաջ քաշեց, որ ստիպեց անգամ թերթերից մեկին որակել այն որպես անհաջող անեկդոտ։ Գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Գուրգեն Ամբարյանի ասելով, նախնական տվյալներով Արծրուն Մարգարյանի դիակը տեղափոխված չէ, սպանվել է տեղում, Նոր Հաչնի ճանապարհի Խաչմերուկին հարող ամայի տարածքում։ Գնացել է հորաքրոջ տուն Նոր Հաչը մի թիկնապահների հետ միասին։ Նոր Հաչն են գնացել թիկնապահներից մեկի Ժիգուլի մակնիշի պետական համարանիշով մեքենայով։ Հորաքրոջ տանը խմել են, վերադարձրին Արծրուն Մարգարյանը նստել է մեքենայի հետևի նստարանին, շարժվել են դեպի Երևան։ Ճանապարհին բնական թեթև պահանջ է ունեցել, կանգնել են, Արծրուն Մարգարյանը մեքենայից դուրս է եկել եւ այստեղ սկսվում է ամենահետաքրքիր մասը։ Ու հենց այդտեղ էլ սպանվել է։ Հիմա այսինքն դեպքը այդտեղ է կատարվել։ Սպանվել է, ինքնասպան է եղել, դա նախաքննությունը կպարզի։ Բայց ինչպես կարող էր երկու կրակոցից ինքնասպան լինել։ Իսկ ինչպես չէր կարող, օրինակ։ Ես օրինակ 10 վարիանտ քեզ ասեմ։ Ինչու չէր կարող, ինչ է զգացում, որ չէր կարող։ Փորձաքննությունը ցույց կտա, թե դրանցից որն է եղել առաջին գնդակը, որը երկրորդն։ Ու ենթադրաբար, եթե ինքնասպան է եղել, երկրորդն է գլխին հասցված է, հələ բաները էքսպերտները կտան եզրակացությունը։ Իսկ ամեն դեպքում կարող ենք ասել, որ ինքնասպանության վարկածը առաջիններից մեկն է։ Վարկածներից մեկն է, այո։ Արծրուն Մարգարյանին երկու թիկնապահ են ուղեկցել։ Իսկ եթե թիկնապահների ուղեկցությամբ է եղել, միթե նրանք չեն կարողանում հաստատեն, որ մեքենայից դուրս եկավ եւ իրեն խփեց։ Հրաչ ջան, հենց դրա համար էլ աշխատում են, հենց բարձեցին քեզ կասենք։ Բայց միջև ինձ ասելը ինքնասպանության վարկածի տրամաբանական կապն այստեղ ընդհատվում է։ Եթե նա իսկապես ինքնասպան է եղել, ապա անբացատրելի է մնում թիկնապահների պահվածքը։ Ինչու այդ մասին անմիջապես տեղյակ չեն պահել, ինչ են արել, ուր են գնացել։ Չէ՞ որ Արծրուն Մարգարյանի դիակը ըստ պաշտոնական հաղորդագրության փաստորեն հայտնաբերվել է մոտավորապես 12 ժամ անց, օրը ցերեկով։ Այս հավելյալ հարցերի պատասխանները արդեն չստացա, պարոն Ամբարյանը մի փոքր էլ նեղացավ, ասելով, թե մեր զրույցը հարցաքննության է վերածվում։ Եվս մեկ հարց, որ այդպես էլ շարունակում է հուզել բոլորին։ Արդյոք սա նախորդ քաղաքական սպանությունների շարքից չէ։ Ի պատասխան առավոտի թղթակցի այդ հարցի հանրապետության նախագահն ասել է. բավական պարզ է ամեն ինչ, իսկ գլխավոր դատախազը պատասխանել է. առայժմ ոչինչ պարզ չէ։ Արդյոք նախագահը ինչ-որ բան գիտի եւ չի հայտնում դատախազությանը։ Ինչի՞ էս բաներ հարցնում է հրաչ։ Ինչի՞ է նախագահն ասել, ես ինչ գիտեմ։
Դատախազության նման նյարդային արձագանքը հասկանալի էր։ Նախաքննությունը կարծես երկու քարի արանքում հայտնված լիներ։ Մի կողմից Քոչարյանն էր գործի մոտալուտ բացահայտման մասին իր հայտարարություններով, մյուս կողմից էլ Վազգեն Սարգսյանն ու զինված ուժերի հրամանատարները, որոնք ինքնասպանության վարկածի հայտ գալու հաջորդ օրը հավաքվեցին Պաշտպանության նախարարության աշտարակի խճուղու վրա գտնվող հին շենքում իրավապահներին փաստացի վերջնագիր ներկայացնելով։ Զինված ուժերի հրամանատարական կազմը խորապես վրդովված է Պաշտպանության փոխնախարար Վահրամ Խորխորունու ներքին զորքերի հրամանատար Արսրուն Մարգարյանի սպանություններով եւ պահանջում է սեղմ ժամկետներում բացահայտել նրանց սպանությունները։ Մամուլում հրապարակված գլխավոր դատախազ Հովսեփյանին ու Սերժ Սարգսյանին հղված բողոքի նամակում հրամանատարները ընդգծում են. Վահրամ Խորխորունու սպանության չբացահայտելը հանգեցրեց մեկ այլ մարտական ընկերոջ եւ հրամանատարի սպանությանը։ Զազրելի ոչռագործության երկրորդ օրն իսկ Հանրապետական դատախազության պատասխանատու անձինք պաշտոնական տեղեկատվությունը չբացառեցին կատարվածը որպես ինքնասպանություն որակելու վարկածը նաև հրապարակավ, վարկաբեկելով մարտական փառապանծ ուղի անցած հրամանատարի բարի համբավն ու անունը։ Այն նույն ժամերին, երբ զինվորականները Պաշտպանության նախարարությունում այս հայտարարության տեքստն էին մշակում, Բաղրամյան 26-ում Ռոբերտ Քոչարյանը հանդիպում էր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների հետ։ Այս հանդիպման ժամանակ Քոչարյանը մեկ անգամ ևս հայտարարեց, թե Արծրուն Մարգարյանի գործը մոտ է բացահայտմանը եւ դատախազությունը շուտով հանդես է գալու հատուկ հայտարարությամբ։ Գլխավոր դատախազությունում նախագահականից հնչող ուղղորդող բնույթի այս հայտարարություններից կարծես թե հոգնել էին եւ հակադարձել թե դատախազության նման կառույցը ոչ թե հայտարարություններով է հանդես գալիս, այլ մեղադրանք է առաջադրում։ Դատախազության նյարդայնությունը մեկ այլ պատճառ էլ ուներ։ Արծրուն Մարգարյանի մարտական ընկերները պաշտոնական նախաքննությանը զուգահեռ սեփական հետաքննություն էին անցկացնում, բազմաթիվ հակասություններ հայտնաբերելով թե առաջ քաշվող վարկածում եւ թե հատկապես Մարգարյանի թիկնապահների ցուցմունքներում։ Թիկնապահներն ասել են, որ Արծրուն Մարգարյանի մոտ երկու ատրճանակ է եղել։ Նախ չգիտես ինչ պատճառներով իրենց վրա է պահել բռնակոթը բինտով փաթաթած Մակարով տիպի ատրճանակ, բոլորն էլ գիտեն, որ բինտը մատնահետքեր չի վերցնում, ուստի անկարելի է ապացուցել նրանց պատմածը։ Թիկնապահները Մակարովը մի կերպ նրա ձեռքից խլել են ու դուրս վազել։ Գիտեին, որ Արծրուն Մարգարյանի մոտ Սմիթ եւ Վեսոն տեսակի ատրճանակ էլ կա։ Որոշ հեռավորությունից երկու կրակոց են լսել։ Մտածել են, թե իրենց հետևից է կրակում ու այլևս չեն վերադարձել։ Ոտքով հասել են մինչև Երևան-Սևան խճուղու Աբովյանի պետավտոտեսչություն։ Այնտեղից զանգել են Երևան Մարգարյանի վարորդին։ Գիշերվա մեջ երկու անգամ տեղանքը զնվել է, բայց Արծրուն Մարգարյանին չեն հայտնաբերել։ Մտածել են երևի ինչ-որ տեղ է գնացել։ Առավոտյան բոլորն էլ ներկայացել են աշխատանքի, բայց հրամանատարը չկա։ Մի քանի ժամից արդեն զեկուցել են ներքին գործեր եւ ազգային անվտանգության փոխնախարարներից մեկին։ Մնացածը արդեն հայտնի է։ Այս եւ այնտեղ լսվող խոսակցություններում պնդում են, որ Արծրուն Մարգարյանին սպանել են։ Մեքենայի մեջից նաեւ մի չկրակված գնդակ է հայտնաբերվել։ Մարգարյանը միշտ ատրճանակի փողի մեջ գնդակ է պահել։ Այդ չիմացող մարդը մի անգամ էլ է լիցքավորել ատրճանակը, որի պատճառով փողի մեջի չկրակված գնդակը ցած է ընկել։ Անհավանական է համարվում, որ նա կարող էր երկու անգամ կրակել իր վրա։ Անգամ հեռուստացույցով ցուցադրված կադրից երևում է, որ գլխին արձակված կրակոցը ականջի հետևի մասում ծակել է բաճկոնի օձիքը։ Իմ ընկալմա իրավաբանությունը ունի երկու գլխավոր բաղկացուցիչ մաս։ Մեկը դրամաբանությունն է, մյուսը բարոյականությունը։ Շտապողականությունը այնքան շատ է ինքնասպանության վարկածի հաստատման, որ առաջին իսկ օրը օգտագործել է Հայաստանի Հանրապետության պետական հաստատությունը, փորձեցին Մարգարյան Արծրունից կերտել արտադրողի եւ թերևս հոգեկան հիվանդի կերպար։ Սա բարոյականության կատարյալ աստիճանն է,
99-ի փետրվարին Երևանում տեղի ունեցածի բազմաթիվ վարկածներ էին շրջանառվում։ Դրանցից մեկի համաձայն Արծրուն Մարգարյանը սպանության գիշերը պատահաբար չէր հայտնվել Նորհաճնի մերձակա ամայի տարածքում։ Խոսում էին, որ գեներալը կարող էր գաղտնի ինչ-որ հանդիպում ունենալ այնտեղ երրորդ անձի կամ անձանց հետ, այդ փաստը թաքցնելով անգամ իր թիկնապահներից։ Այս վարկածի մասին առաջիններից մեկը խոսեց Հայաստանի այն ժամանակվա ամենափորձառու իրավաբաններից մեկը, նախկին գլխավոր դատախազ Վլադիմիր Նազարյանը։ Շատ վստահելի մարդ է եղել այդ մարդը, որ կարողացել է այնց մոտենալ, որ իրանից բացակայեն տեղեկատվությունը, ասենք, թերևս շատ որ վստահելի մարդ լինի, մարդը իր թիկնապահներին էլ հետ կողարկի, որտեղ միտք չունեն թիկնապահների հետ գնալ, շատ վստահելի մարդու մոտ։ Այս վարկածի մասին խոսում էին նաև փետրվարի 11-ին Սպայի տանը եւ Եռաբլուրում Արծրուն Մարգարյանի հոգեհանգստի արարողության եւ հուղարկավորության ժամանակ։ Արծրուն Մարգարյանին վերջին հրաժեշտը տալու հարյուրավոր մարդիկ էին եկել պատերազմի շարքային մասնակիցներից ու քաղաքական գործիչներից մինչև բարձրաստիճան զինվորականներ։ Ներկա չէր միայն պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը։ 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, ապագա պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Եռաբլուրում հավաքված բազմությանը Վազգեն Սարգսյանի բացակայության պատճառն այսպես էր բացատրել մեջբերում. Վազգեն Սարգսյանը սփոփանքի իր խոսքն ասելով Արծրունի հարազատներին չկարողացավ մասնակցել հուղարկավորությանը։ Ներողություն է խնդրում մեզանից, խիստ ընկճված եւ վրդովված լինելով, ասել էր Օհանյանը։ Փոխարենը Սպայի տանն էին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ու ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանը։ Եվ հենց Սերժ Սարգսյանն էր, որ կարծես առաջինը զգաց, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ ինքնասպանության վարկածի հետագա շրջանառումը, սրելով առանց այդ էլ լարվածներ իշխանական մթնոլորտը։ Ինքնասպանության վարկածը բացառում է նաև Սերժ Սարգսյանը։ Հայաստանի Հանրապետություն թերթի փոխանցմամբ նախարարը իր տեսակետը հիմնավորում է ինչպես դեպքի հանգամանքներով եւ կրակոցների տարօրինակությամբ, այնպես էլ թիկնապահներ կոչվածների ցուցմունքների խիստ հակասականությամբ։ Նախարարը համոզմունք է հայտնում, որ այս սպանությունը անպայման կբացահայտվի, հակառակ դեպքում ինքը հրաժարական կտա։ Որպես ներքին գործերի նախարար պարտավոր եմ դիտարկել բոլոր հնարավոր վարկածները, բայց որպես մարդ, որ մոտիկից ճանաչում էր Արծրուն Մարգարյանին, ես բացառում եմ նրա ինքնասպան լինելը։ Կարելի էր սակայն ենթադրել, որ Սերժ Սարգսյանի դիրքորոշման նման կտրուկ փոփոխության իրական պատճառը ոչ այնքան նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներն էին, որքան Վազգեն Սարգսյանի եւ բանակային հրամանատարության կոշտ հակազդեցությունն ինքնասպանության վարկածին։ Այդ մասին ի դեպ գեներալները Սերժ Սարգսյանին անձամբ էին հայտնել պաշտպանության նախարարությունում կայացած հանդիպման ժամանակ։ Ըստ օրագիր թերթի, նախարար Սերժ Սարգսյանը հրավիրվել է պաշտպանության նախարարություն, ուր հանդիպում է ունեցել զինուժի հրամանատարական կազմի հետ։ Հանդիպումը լավատեղյակ աղբյուրների պնդմամբ խիստ տհաճ է եղել Սերժ Սարգսյանի համար նաև այն պատճառով, որ զինուժի հրամանատարական կազմը արձանագրել է, որ ներկա իշխանությունները գեներալիտետը վարկաբեկելու հստակ քաղաքականություն են արձանագրել, քանի որ Բաժամ Խորքորունուն կիսապաշտոնական մամուլը ներկայացնում է իբրև տնտեսական հանցագործ, իսկ Արծրուն Մարգարյանին ներկայացնում են իբրև հարբեցող։ Օրագրի ամփոփմամբ հանդիպման վերջում զինուժի հրամանատարական կազմը ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարարից պահանջել է 15-օրյա ժամկետում բացահայտել սպանությունը եւ ներկայացնել իսկական մարդասպանին։ Ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարարը սակայն կտրականապես հերքում էր բանակի կողմից իրեն ներկայացված վերջնագրի փաստը։ Արծրուն Մարգարյանի սպանությունից մոտ 1 շաբաթ անց ազգային ժողովում հավատարմագրված լրագրողների հետ զրույցում Սերժ Սարգսյանը խիստ ինքնավստահ էր, բացառելով իր վրա բանակային հրամանատարության կողմից ճնշման ցանկացած հնարավորություն։ Ինձ ժամկետ կարող է տալ միայն հանրապետության նախագահը եւ ոչ ոք։ 1999-ի փետրվարի
փետրվարի 2-րդ տասնօրյակում արդեն տպավորություն էր ստեղծվել, որ Արծրուն Մարգարյանի սպանության նախաքննության ողջ ծանրությունը գլխավոր դատախազությունից աստիճանաբար տեղափոխվել է ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարարություն։ Սերժ Սարգսյանի ղեկավարած գերատեսչությունն այս օրերին տենդագին ակտիվություն էր ծավալել առաջին անգամ Երրորդ հանրապետության պատմության մեջ երկրում տեղի ունեցած աղմկալի սպանության գործում ներգրավելով միանգամից երկու գերտերությունների՝ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների հատուկ ծառայություններին։ Ռուսաստանից օգնություն էր առաջարկել այն ժամանակվա ներքին գործերի նախարարը Սերգեյ Ստեպաշինը, իսկ ամերիկյան կողմից սպանության նախաքննությանը մասնակցում էր հետաքննությունների դաշնային բյուրոն։ Ինչ վերաբերում է ամերիկացիներին, այստեղ է եղել արդեն երկրորդ օրը մեր խնդրանքից հետո, ռուսները ժամանել են Կիրակի օրը շատ ավելի մեծ կազմով եւ շատ ինտենսիվ աշխատում ենք։ Քանի հոգի ամերիկացի։ Ամերիկայից եղել է 1 հոգի։ Բայց որքան էլ ամերիկացի եւ ռուս փորձագետների մասնակցությունն արժանահավատություն հաղորդեր ընթացող քննությանը, Արծրուն Մարգարյանի ընկերների կասկածները չէին փարատվում։ Սպանության նոր վարկածը, որի համաձայն խմիչքի ազդեցության տակ գտնվող գեներալի եւ նրա թիկնապահների միջև վեճ էր ծագել սպանությամբ ավարտվելով, նրանց շարունակում էր ոչ արժանահավատ թվալ։ Կասկածները սնուցող գլխավոր աղբյուրը այսպես կոչված թիկնապահական վարկածում առկա անհամապատասխանություն Նշեմ դրանցից միայն մի քանիսը, այսպես. սպանության վայրում 3 պարկուճ էր հայտնաբերվել, բայց թիկնապահների ցուցմունքներում նշված էր, որ նրանք միայն 2 գրակոց են լսել։ Անհամապատասխանություններ կային նաև տասնյակ փորձաքննությունների եզրակացություններում։ Ըստ երևանյան մամուլի հողագիտական փորձաքննությունն օրինակ պարզել էր, որ թիկնապահների կոշիկների վրա սպանության վայրից վերցված նմուշներից որևէ հետք չկա։ Պաշտոնական վարկածի պաշտպանները պնդում էին, թե թիկնապահները գնացել էին տուն եւ փոխել էին կոշիկները։ Այս անորոշությունն ու հաճախ ծիծաղելի թվացող փաստարկները բնականաբար չէին կարող վստահություն ներշնչել բանակային հրամանատարությանը, բայց նախաքննության մարմնին եւ իշխանության քոչարանական թևին հաջողվել էր անել ամենակարևորը՝ ժամանակ շահել։ Շաբաթներն անցնում էին, հանրային ուշադրությունն այս հարցի նկատմամբ բնականաբար թուլանում էր, նախաքննական մարմնին Արծրուն Մարգարյանի սպանության թիկնապահական վարկածն ամրապնդելու փայլուն հնարավորություն ընձեռելով, բայց Սերժ Սարգսյանի եւ Աղվան Հովսեփյանի ղեկավարած գերատեսչությունները որոշեցին այդքանով չսահմանափակվել։ 99-ի փետրվարի վերջին հանկարծ հայտնի դարձավ, որ իրավապահները բացահայտել են նաեւ Արծրուն Մարգարյանի դեմ 98-ին կատարված մահափորձը։ 1 տարի շարունակ դա նրանց ոչ մի կերպ չէր հաջողվում, սակայն ներքին զորքերի հրամանատարի սպանությունից հետո իրավապահների պնդմամբ բախտը սկսել էր ժպտալ քննիչներին։ Արծրուն Մարգարյանի սպանությունից մի քանի շաբաթ անց իրավապահներին էր ներկայացել ոմն մայոր Հրանտ Պապիկյան, ներքին զորքերի բուժծառայության նախկին ղեկավարը։ Նա հանդես էր եկել խոստովանական ցուցմունքներով, պնդելով, թե 98-ի հունվարին ինքն է կրակել Արծրուն Մարգարյանի ոտքերին իբր հենց վերջինիս խնդրանքով։ Պաշտոնական նախաքննությունը պնդում էր, ներքին զորքերի հրամանատարն այդ քայլին էր դիմել իբր Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականին նախորդող ներքաղաքական խմորումներին մասնակցելու համար։ Մարգարյանի ընկերները այս մի վարկածը եւս լուրջ չընկալեցին, բայց այն ստուգելու որևէ իրական հնարավորություն այլևս չկար։ Արծրուն Մարգարյանը ողջ չէր եւ Պապիկյանի պատմածներին փաստերով հակադարձելն այլևս անհնարին էր։ Ժողանեսավ ասաց հիմա կարող է քո տղամարդ չռնելու պատճառով կդի, ասաց իմ ոտն է, ես եմ ուզում, ինչ ես ուզում։ Պետք է Վազգեն Սարգսյանի շրջապատը հայտնվել էր մի իրավիճակում, երբ պաշտպանության նախարարի մարտական ընկերոջը նախաքննության մարմինը ներկայացնում էր ոչ թե որպես Ղարաբաղյան պատերազմի ամենածանր դրվագներին իրեն փայլուն դրսևորած զինվորականի, այլ ինքնախեղման ու հարբեցողության հակված անհավասարակշիռ մի անձնավորության։ Ահա այսպիսի մարդկային ու քարոզչական կորուստներով եւ տհաճ հոգեվիճակում էր, որ Վազգեն Սարգսյանի թիմը 99-ի գարնանը մտավ նախընտրական պայքարի մեջ։ Արծրուն Մարգարյանի սպանությունից մոտ 1.5 ամիս անց պաշտոնապես հայտարարվեց Կարեն Դեմիրճյանի ՀԺԿ-ի եւ Վազգեն Սարգսյանի հանրապետական կուսակցության միջև միասնություն դաշինքի ձևավորման մասին։ Իսկ դու որ միացան ամեն ինչ կրնի։
Մտքի եւ ուժի միասնություն հռչակված համանուն դաշինքը 99-ի մայիսի վերջին կայացած խորհրդարանական ընտրություններում կարողացավ համոզիչ հաղթանակ տանել Վազգեն Սարգսյանի համար ճանապարհ հարթելով դեպի վարչապետի նստավայր։ Նոր կառավարության ձևավորումից բառացիորեն մի քանի շաբաթ անց, սակայն հայտնի դարձավ Արծրուն Մարգարյանի սպանության գործում նոր շրջադարձի մասին, շրջադարձ, որ ակնհայտորեն դեպի փակուղի էր տանում։ 1999-ի հուլիսի սկզբին Արծրուն Մարգարյանի սպանության մեջ կասկածվող նրա թիկնապահները Արսեն եւ Արմեն Խաչատրյանները 5 ամիս բանտում անցկացնելուց հետո ազատ արձակվեցին։ Կալանավայրից դուրս գալուց անմիջապես հետո Ամեկ+-ին տված հարցազրույցում թիկնապահները վստահաբար պնդում էին իրենք մեղավոր չեն։ Գործի հետ ոչ մի առնչություն չունի սկզբից եւ ինչ որ եղել է իրական ճշմարտությունը ես առաջ օրվանից հայտնել եմ իրավապահ մարմիններին։ Տարօրինակ մի զուգադիպությամբ, սակայն այն նույն օրերին, երբ Արծրուն Մարգարյանի սպանությունը համալրեց չբացահայտված հանցագործությունների շարքը, Երևանում ակտիվ շշուկներ սկսեցին պտտվել Վահրամ Խորխորոնու գործում նկատվող առաջընթացի մասին։ Նշում էին անգամ, որ այս գործով ձերբակալված անձ կա լուրերի համաձայն, դա մեծամասնական կարգով Էջմիածնից ընտրված падգամավոր Մուշեղ Մովսիսյանի եղբայրն էր, Առաքելը, որը լայն հանրությանն առավելապես հայտնի էր Շմայս մականվամբ։ Ճիշտ է, նրան ներկայացված մեղադրանքը անօրինական զենք կրելու մասին էր, բայց եւ այնպես նկարագրվող իրադարձություններից մի քանի տարի անց հրապարակված հոդվածում առավոտի լրագրող Աննա Իսրայելյանը որոշ մանրամասներ կբացահայտի այդ իրադարձությունների մասին, գրելով Վազգեն Սարգսյանը կասկածել է, որ Վահրամ Խորխորոնուն սպանել էր Առաքել Մովսիսյանը, Շմայսը։ Նման եզրահանգման հիմք էին տվել Վազգեն Սարգսյանի օգնական Անդրանիկ Հակոբյանի հետ հոկտեմբեր 27-յան ցուցմունքները, որոնց համաձայն падգամավոր Մուշեղ Մովսիսյանը 99-ի ամռանը եւ վաղաշնանը ամեն կերպ փորձել է հանդիպել Վազգեն Սարգսյանին, որպեսզի հավաստիացնի նրան, որ իր եղբայրը Խորխորոնու սպանության հետ որևէ առնչություն չունի։ Հարց է առաջանում. ինչու էր վարչապետի օգնականի մոտ Մուշեղ Մովսիսյանն արդարանում, թե իր եղբայրը կապ չունի Խորխորոնու սպանության հետ։ Ակնհայտ է այն պատճառով, որ գիտեր, թե իրականում Վազգեն Սարգսյանը Շմայսին հենց դրա մեջ էր կասկածում եւ ապօրինի զենքը միայն պատրվակ էր, կգրի Առավոտը 2001 թվականին։ Երևանում շրջանառվող լուրերի համաձայն, սակայն Առաքել Մովսիսյանը Վազգեն Սարգսյանին ու նրա շրջապատի մոտ կասկածներ էր հարուցել նաև այն պատճառով, որ այս շրջանում սերտ կապեր էր հաստատել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանի հետ։ Այդ հարաբերությունները բնութագրելով ըստ հրապարակված ցուցմունքների Մուշեղ Մովսիսյանն ասել էր, թե իր եղբայրը մեջբերում շատ էր խորացել եւ պառկել էր Սյամոյի տակ։ 99-ի ամռանը Վազգեն Սարգսյանի կողմնակիցների տեսանկյունից սա լուրջ մեղադրանք էր։ Այդ օրերին Սամվել Բաբայանի եւ Վազգեն Սարգսյանի հարաբերությունները խիստ վատ էին։ Բանը հասել էր նրան, որ 99-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Սամվել Բաբայանն անթաքույց կերպով աջակցում եւ ֆինանսավորում էր Վազգեն Սարգսյանի քաղաքական հակառակորդներին, նախ եւ առաջ Իրավունք եւ միաբանություն դաշինքը։ Հոկտեմբերի 27-ից հետո լուրջ հույսեր ծագեցին, որ խորհրդանում տեղի ունեցած ահաբեկչությունը կարող է լույս սփռել նաև Խորխորոնու սպանության հանգամանքների վրա։ Առավել եւս, որ Նայիրի Հունանյանի խմբի հետ առնչություններ ունենալու համար առաջին կալանավորվածներից մեկը հենց Վազգեն Սարգսյանի հետ հանդիպում փնտրող падգամավորն էր Մուշեղ Մովսիսյանը, որը սակայն անգամ խորհրդարանի ամբիոնից կալանավորվելուց հաշված րոպեներ առաջ հերքում էր ներկայացվող բոլոր մեղադրանքները, նշելով, թե ոչ ինքը, ոչ էլ իր եղբայրը երկրում տեղի ունեցող ահաբեկչությունների հետ որևէ առնչություն չունեն։ Մուշեղ Մովսիսյանը հայտնեց, թե իր միակ մտահոգությունը եղբոր Առաքել Մովսիսյանի Շմայսի ձերբակալությունն է եղել։ Նշեց նաև, թե հոկտեմբերի 13-ին Վազգեն Սարգսյանի հետ էլ է զրուցել այդ առիթով, վերջինս էլ ասել է 15 օր ժամանակ տուր։ Հոկտեմբերի 27-ից հետո, սակայն միանգամայն այլ ժամկետներ ուժի մեջ մտան իշխանության նախագահական թևը շարունակում էր ժամանակ ձգել, աստիճանաբար թուլացնելով Վազգեն Սարգսյանի եղբոր Արամ Սարգսյանի անփորձ կառավարությունը։ Իշխանության երկու թևերի այս խուլ պայքարն ավարտվեց 2000 թվականի մայիսին Վազգեն Սարգսյանի վերջին զինակիցների իշխանությունից հեռացմամբ։ Հոկտեմբերի 27-ի կազմակերպիչների, ինչպես նաև մյուս աղմկալի հանցագործությունների շուրջ հնարավոր
որ բացահայտումների վերաբերյալ վերջին հույսերը մարում էին, եւ միայն հոկտեմբերի 27-ից հետո էր, որ Վազգեն Սարգսյանի շրջապատը վերջնականապես համոզվեց։ Վահրամ Խորխորոնու եւ Արծրուն Մարգարյանի սպանությունները ոչ թե միմյանցից անջատ դրվագներ էին, այլ մեկ միասնական շղթայի օղակներ, կամ ինչպես նշել էր սպանված վարչապետի զինակիցներից մեկը, Վազգեն Սարգսյանի շուրջ դատարկ տարածություն թողնելու մտածված ծրագիր։